Գյումրեցի լինելն արդեն երջանկություն էր։ Գյումրին լիության, ուրախության, մեծ հումորի քաղաք էր։ Ինչ է փոխվել Գյումրիում։ Ճիշտ ասած, մեր մեծերը եւ մեր ժամանակ ես լենինականցի եմ։ Ուրեմն առավոտ, որ լույսը բացվում էր, այստեղ եթե քայլում են երկու լենինականցի իրար հետ, հավատա, որ իրոք հումորը իրանցից անպակաս է։ Կսե ծո իսանը ուրդեղից կեղնի, կսե լենինականցի գյումրեցի։ Դե ինչ ասեմ, Անդրկովկասի երրորդ քաղաքն էր համարվում Ալեքսանդրապոլը այն ժամանակ, Թիլվիզից Բաքվից հետո Ալեքսանդրապոլն էր, Երևանը այն ժամանակ այդպես մեծ քաղաք չի եղել, եւ արդյունաբերությունը այն ժամանակ, գիտեք ինչ կան, այն ժամանակ ավելի շատ աշխատատեղ է, քան հիմա, ցավում եմ, որ այդպես է եղել։ Վերջը էսպես։ Պարույր Սևակն ասում է. խաղաղություն, որ խաղողը քաղցրանա։ Պարոն Ղուկասյան, խաղաղություն, թե անվտանգություն։ Դրանք իրար հետ կապված բառեր են, խաղաղություն պետք է լինի, որ անվտանգությունն էլ պաշտպանվի։ Երկուսն էլ հայ ազգի համար շատ կարևոր է, եւ խաղաղություն եւ անվտանգություն։ Մենք այնպիսի մի տարածաշրջանում ենք ապրում, որ մեր անվտանգությունը գերխնդիր պետք է լինի յուրաքանչյուր հայի նկատմամբ։ Այո, պետք է մենք պատրաստ լինենք, ամեն օր պատերազմի, ամեն ժամանակ պատերազմի մենք պետք է պատրաստ լինենք։ Նայում ես մեր պատմությունը հազարավոր տարիներ, հավանական է 5 տարի չի եղել, որ մենք խաղաղ ապրենք։ Անպայման թուրք, պարսիկ, մոնղոլ, թատար, արաբ, ես չգիտեմ ինչ, այո, դրա համար մենք պետք է ուժեղ լինենք։ Մենք պետք է հզոր լինենք, որ կարողանանք դիմակայենք այս ամեն մարտահրավերներին։ Ես 91 թվականին, երբ որ անջատվեց Հայաստանի Հանրապետությունը անկախացավ, ուրեմն 3.700.000 բնակչություն էր։ Ես չեմ տեսել ղեկավարների կողմից, որ ասեն բնակչության թիվը պետք է ավելացվի։ Պետք է ավելացվի եւ պայմաններ պետք է ստեղծենք։ Եվ եթե ուզում եք ճիշտ է իմանալ, եւ հնարավորություն կա մարդկանց աշխատավարձը բարձրացնելու, թոշակները, նպաստները բարձրացնելու, ոնց որ այս ամեն ինչը դիտավորյալ է արվում։ Իրոք դիտավորյալ է արվում, որ երկիրը ուրեմն դառնա 1.800.000 կամ 2 միլիոն։ Այսօր է Գյումրին հարուստ քաղաք, թե այն ձեր ասած ժամանակ, երբ Թիֆլիս, Բաքու, Գյումրի, եւ եթե ոչ, որն է դրա պատճառը։ Գիտեք, գյումրեցիք միշտ էլ հարուստ են, որովհետեւ մենք հոգով հարուստ ենք։ Ամենակարևորը մեր մոտ դա է։ Եթե որևիցե մեկը Գյումրիում, եթե հյուր է ունենում ու պատիվ չի տալիս, նա լենինականցի գյումրեցի չէ։ Գսե գյումրեցին գողին կծախե պատիվ կուտա։ Այո, հյուրասեր, հյուրընկալ, այսպես ամենաշատ հյուրասեր մարդկանցից մեկը մեր ճիշտ ասած հիմա սիրուն չի լինի, որ ես գլուխ կովամ գյումրեցին, ինչի համար եմ ասում գյումրեցին, որովհետև յուրաքանչյուր ազգին ավելի ագունքներին մոտիկ լինելու համար մեծերն են ասել, շատ մեծ մարդիկ, ոչ միայն հայոց ազգից, բոլոր ազգերից շատերը կան, որ ասել են, եթե ուզում եք որևիցե մի ազգի ավելի մոտիկ ճանաչել, թե ինչ մարդիկ են, անպայման պետք է այցելեք երկրորդ քաղաքը։ Այո, հային ճանաչելու համար պետք է գաք երկրորդ քաղաքը։ Վրացուն ճանաչելու համար պետք է գնաք Քութայիսի, ռուսին ճանաչելու համար Պետերբուրգ, ֆրանսիացուն ճանաչելու համար պետք է գնաք Մարսել։ Այդպես է, մեծերն են ասում։ Եվ դրա համար, որ ես Գյումրի ասում եմ, թող մնացած մեր եղբայրներն ու քույրերը հանգարց չնեղենան, դե մենք ինչ որ իրանցից տարբերվում ենք, չէ, մենք չենք տարբերվում, մենք այսպես է, ինչ որ մենք հիմա ասում ենք։ Պարոն Ղուկասյան, ինչ կասեիք 3 նախագահների, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այսօրվա իշխանության մասին։ Դա շատ այսպես ընդլայնված խոսք է, որ ես հիմա պետք է բոլորից ինչ որ մի բան ասեմ, բայց ես այդ 4 նախագահներից ավելի նախընտրում եմ Քոչարյանը Ռոբերտին։ Գիտեք, ես պայմանավորվածության իր հետ չունեմ, ես ազատ եմ եւ ինքն էլ մենք հիմա ինչ որ խոսում ենք, այսպես խոսում ենք, ինքը հավանական է կլսի, բայց ես իր հետ աշխատել եմ եւ եթե քաղաքային, եթե ազգային խնդիր եմ բարձրացրել, ինքը լուծել է միանշանակ ու եթե կախված եղել նախագահի մակարդակին։ Ես իր հետ ավելի շատ լավ եմ աշխատել, քան որևիցե մեկին ու ընդհանրապես
չեմ ընդունում Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը, որ գործարանները քանդեց, ամբողջ ատոմակայան բան էս կոմենկոմ հսկայական այդ համալիրները, ցեղային անասունները, որ հարյուրավոր տարիներով մարդիկ ստացել էին, բոլորը վերացնել տվեց բան, դա ազգատավ քաղաքականություն էր, էլի կարող եմ ասել։ Այս տղային էլ որ հիմա կա, սրա մասին ընդհանրապես խոսելու բան չունեմ, որովհետև ամբողջ Արցախը հանձնողի մասին եթե խոսես, բացի բացասականից ոչ մի դրական բան չեմ կարող ասել, չնայած հույսեր էինք փայփայում, որ ինչ որ լավ պիտի լինի, բայց ցավոք սրտի մեր հույսերը ինչ ասեմ, գցեց ոտի տակ, գցեց հույսը կտրեց ժողովուրդը։ Հիմա ժողովուրդը հուսալքված է, որովհետև իրոք իր հետ շատ բան էինք մենք կապել, բայց ցավոք սրտի դուրս եկավ Դավաճան անունի տեր մի անձնավորություն։ Շատ բարի պարոն Ղուկասյան, ժողովուրդը ասում է շատ եմ լսել, որ Ռոբերտ Քոչարյանն էլ հանձնեց ռուսներին շատ ինչ որ ձեռնարկություններ, ինչ որ բաներ գույք պարտքի փոխարեն։ Այս մասին շատ կարճ, ինչ կասեք։ Գիտեք, հիմա մի բան ասեմ այդ գույք պարտքի դիմաց, որ ասում են, եթե հիմա օրինակ գույք կա, որ չես կարող օգտագործել, որովհետև դու հնարավորություն չունես կամ շուկատ քո Ռուսաստանն է, կամ Ռուսաստանը պետք է քեզ մատակարարի, որ այդ գույքը ինչ որ այդ կառույցը օգտագործես, որ այդ կառույցը կյանքի կոչես։ Հիմա խոմեստեղից չեն տարել այդ գույքը։ Օրինակ կինո հոկտեմբերը մենք տվեցինք կինո Մոսկվային 100 տարի պայմանագրով, որ պետք է կինոն լինի կինո։ Հիմա գումարները ներդրեցին, եկան սարքեցին, մինչև այսօր աշխատում է, գործում է, բան անում, խոմ, այստեղ կարող է կալոստերը դրեցին տակը տարան Երևան կամ ասենք Մոսկվա, չէ։ Այդ գույքը մնաց այս երկրի մեջ, եւ կարևորը մեր աշխատացնելն է, թող աշխատացնեն, ինչ է պատահել։ Ես գտնում եմ, որ պարտքի դիմաց գույքը տվեցին բան, բայց տվեցինք մենք ուրախ ենք, որ որևիցե մեկը կա աշխատացնի։ Այստեղ պետք է պետությունը պահանջի, եթե գույքը վերցրել եք, աշխատացրեք։ Այս է կարևորը։ Թե չէ այստեղից ոչ քանդել են իրենց պես գործարանները, ոչ է տարել են։ Թող աշխատացնեն, վատ է։ Շատ շնորհակալություն, պարոն Ղուկասյան, մաղթում եմ ձեզ երջանկություն եւ ձեր քաղաքին բարգավաճում։ Մնաք խաղաղությամբ։ Մեր քաղաքին չէ, ձեր բոլորի քաղաքին, որովհետև սա հայրաքաղաքն է։ Հայրաքաղաքը ոնց որ մայրաքաղաքն է, սա էլ հայրաքաղաքն է։ Դե դրա համար յուրաքանչյուր հայորդի պետք է ցավա այս քաղաքի համար։ Իսկ Էջմիածինը մեր սուրբ քաղաքն է, հոգևոր քաղաքն է։ Մնացած քաղաքներին էլ ղուրբան, ինչ ասեմ, չնեղանան մեր ժողովուրդը։